Պաշտոնական Բաքուն Ադրբեջանի քաղաքական հիերարխիայի ամենաազդեցիկ դեմքերից մեկի Էլչին Ամիրբեկովի շուրթերով հայտարարեց, որ Հայաստանը պետք է արագացնի նոր սահմանադրության ընդունումը եւ նաեւ նշեց, որ այսպես ասած խաղաղության գործընթացի հնարավորությունը անվերջ կամ անսպառ չէ Հայաստանի համար։ Մենք նաեւ վերջին օրերին ֆիքսում ենք հրադադարի ռեժիմի խախտումներ Ադրբեջանի կողմից, ադրբեջանական կողմը կրակում է տարբեր ուղղություններով, մենք նաև ֆիքսում ենք հայկական կողմի արձագանքի բացակայությունը եւ այս ամենի համատեքստում այսօր ես զրուցելու եմ Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Ադիբեկյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Տիկին Ադիբեկյան, մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը շարունակաբար սրում է հռետորաբանությունը ուղղված Հայաստանին եւ հենց Ամիրբեկովը նշեց, որ այդ հնարավորությունը խաղաղության հասնելու Հայաստանի համար անվերջ չէ եւ շատերի գնահատմամբ սա սպառնալիք է, Բաքվի հերթական սպառնալիքներից մեկը ուղղված մեզ։ Ինչ է կատարվում ձեզ այդ դաշտում։ Ամիրբեկովը բացահայտորեն ասում է, որ եթե դուք չգնաք մեր պայմաններին, եթե դուք չկատարեք մեր պահանջները, ապա ձեզ սպառնում է պատերազմ։ Դրանից ավելի բացահայտ ձևակերպում դժվար է թե գտնել ու բացի ուղիղ խոսքից։ Բաքուն ունի պահանջների ցուցակ, որը Փաշինյանը պարտավորվել է կատարել եւ Բաքուն չի հասկանում բարբարով ասած задержкան ինչումն է։ Փաշինյանը ասում է 2027-ին, բայց կարծես թե դա Փաշինյանը ուզում է վերընտրվել 26 թվականին եւ դա 27 թվականի հանրաքվեն իր 26 թվականի վերընտրվելու երաշխիքն է։ Կընտրեք, կանցկացնեմ հանրաքվե, չեք ընտրի, այսինքն չեք թողի ես մնամ իշխանություն, չեմ անցկացնի հանրաքվե։ Սա այդ առևտուրն է Փաշինյանի եւ Ալիևի եւ մնացած բոլոր ավելի խոշոր խաղացողների հետ։ Կարծես թե Բաքուն հենց դրան է դեմ եւ Ամիրբեկովի հայտարարությունը նաեւ դրան էր ուղղված։ Այո, որովհետեւ նրանք շատ լավ գիտակցում են, որ եթե Փաշինյանը չվերընտրվեց եւ եկավ ինչ որ ուրիշ ուժի ներկայացուցիչ, Բաքվի այս 7 տարվա ջանքը գնալու է ջուրը։ Բաքուն ստիպված է լինելու ռազմական գործողություններ ծավալել, սկսել պատերազմ Հայաստանի հետ, իսկ հաշվի առնելով այսօրվա միջազգային քաղաքական օրակարգը պատերազմների վերաբերյալ եւ մեր տարածաշրջանում առավել եւս նա հասկանում է, որ արդեն 20 թվականի պես հեշտ չի լինելու։ Ինչու՞։ Որտեվ Տրամպի օրակարգը, որով նա այսօր եկել է իշխանության, այն է, որ մենք դադարեցնում ենք բոլոր պատերազմները, փակում ենք բոլոր թեժ կետերը եւ սկսում ենք առևտուր անել, սա է ընդհանուր գաղափարը։ Բայց ռմբակոծում է Եմենը, դրան զուգահեռ։ Նո, ինչի համար, սաստելով եմենցիներ արդեն մի քանի ամիս է հետևողականորեն վնասում են ամերիկյան ռազմական նավերին եւ այսինքն Կարմիր ծովում։ Ահա, այստեղ պետք է հասկանալ, հա, որ սա պատասխան ակցիա է։ Ուրիշ բան, որ Եմենը դեմ է ԱՄՆ-ի որոշակի դիրքորոշումներին, որոշակի գործողություններին մերձավոր արևելքում, դա ուրիշ հարց է։ Բայց այնուամենայնիվ սա պատասխան քայլ է, որը դրդվել է Եմենի կողմից։ Ես կողմնապահ չեմ, բայց պետք է փաստենք իրողությունը։ Ու հետաքրքիրը ինչ է, որ նույն Բաքուն, նույն Ամիրբեկովի շուրթերով միառժամանակ առաջ անվստահություն է հայտնել Փաշինյանին, ասելով, որ այդ խաղաղության պայմանագիրը ոչ միայն Փաշինյանը պետք է կնքի, այլ նաև պետք է անցկացվի համահայկական հանրաքվեով, որովհետև Բաքվի համար
ակնհայտ է, որ այն օրը, երբ Փաշինյանը կորցնի իր իշխանությունը, այս բոլոր համաձայնագրերը, այս բոլոր ստորագրությունները վերանայվելու են, եւ Բաքվին պետք է ոչ միայն Փաշինյանի ստորագրությունը, այլ ամբողջ հայ ժողովրդի համաձայնությունը հանրաքվեի միջոցով, սա շատ կարեւոր է։ Ինչ խնդիր է լուծում դրանով Ադրբեջանը։ Վաղը չեմ իսօրը, երբ որ գա ուրիշ իշխանություն, մենք արդեն չենք կարողանա հետ կանչել այդ ստորագրությունը, քանի որ այդ ստորագրության տակ ստորագրել է Հայաստանի Հանրապետության բոլոր ձայն ունեցող, ձայն իրավունք ունեցող քաղաքացիները։ Սա արդեն համաժողովրդական, համազգային ընտրություն է։ Սա շատ կարևոր է։ Բաքուն չի վստահում Փաշինյանի ստորագրած փաստաթղթին եւ նրա ստորագրության ուժին։ Փաստացի Ադրբեջանը ձգտում է, որ կապիտուլացվի ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլ հայ ժողովուրդը իր հավաքական միանշանակ, այո։ Վերադառնալով մեր թեմային, տեսեք, ադրբեջանական կողմը վերջին երևի թե 1-2 շաբաթվա ընթացքում կեղծ տեղեկություններ է տարածում, որ հայկական կողմը իբրև թե կրակել է, 10-ից ավել հաղորդագրություններ տարածվեցին եւ զուգահեռ նաեւ հայկական մամուլում տեղեկություններ էին տարածվում, որ ադրբեջանական կողմն է կրակել Սոտքի ուղությամբ, Խնածախ գյուղի ուղությամբ, Ջերմուկի ուղությամբ նաեւ, բայց Հայաստանի պաշտպանության նախարարությունը, այդ ասեք, Ադրբեջանը կեղծ տեղեկություններ է տարածում, թե իբր մենք կրակել ենք, բայց երբ որ Ադրբեջանը կրակում է մեր սահմաններին, Հայաստանի պաշտպանության նախարարությունը որևէ հաղորդագրությամբ հանդես չէր գալիս եւ հետագայում տեսնելով մամուլում արդեն բազմաթիվ նյութեր հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ տարածած հայտարարակ մի հաղորդագրություն նշելով, որ իբրև թե այդ կրակոցները մեր ուղղությամբ չեն եւ հարկ չկա արձագանքելու, հա։ Մանայք ինչ հետաքրքիր բան է ստացվել։ Ադրբեջանական կողմը պարբերաբար կեղծ լուրեր է տարածում, առայն որ հայկական կողմը կրակ է արձակել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը եւս կեղծ լուրեր է տարածում, առայն որ ոչ մի կրակոց չի եղել։ Եվ երբ որ փաստերը արդեն այնքան շատ են, այնքան վկայուն են, հա, եւ իրենց ստի տակից որ դուրս գան, նրանք եւս մեկ կեղծիք են տարածում, իբր ադրբեջանցիները կրակում են ոչ դեպի ՀՀ տարածք։ Բա ուր են կրակում։ Հարցը ստեղ է, իմանալով Բաքվի բանակում, Ադրբեջանի բանակում ավանդույթները, նրանց հիերարխիան, նրանց դիսցիպլինան եւ վախի մթնոլորտը, ես ես վստահեցնում եմ, որ եթե հանկարծ որևիցե ադրբեջանցի զինվոր հրացանով կամ հրաձիգով սկսի կրակել դեպի Ադրբեջանի Հանրապետություն, այսինքն դեպի երկրի, մենք այսօր մամուլում կկարդայինք ձերբակալությունների, պաշտոնանկությունների եւ պատիժների մասին, եւ քանի որ նման տեղեկատվություն չկա, ապա ես ես վստահեցնում, հա, կամ կրակում էին դեպի Իրան, եթե նրանք կրակում էին դեպի Իրան, ապա այսօր մենք պետք է կարդայինք, որ Իրանը նոտա է հայտարարել Ադրբեջանին, ինչու են ձեր զինվորները կրակում դեպի մեր տարածք, որտեղ դա փաստացի պատերազմի հայտարարում է։ Նման բան էլ գոյություն չունի եւ չորրորդ տարբերակ գոյություն չունի։ Գոյություն մեկ էլ նրանք կրակում են դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա։ Ինչ է անում այդ ժամանակ պաշտպանության նախարարը։ Նա մեկնում է Թբիլիսի ֆուտբոլ նայելու։ Նախորդ կրակոցների ժամանակ իմ հիշելով նա թենիսի թե ինչ որ սպորտաձևի
բաներ, միջոցառում էր կազմակերպել եւ մասնակցում էր այդ միջոցառմանը։ Այսինքն մենք ունենք պրոբլեմ ոչ թե Ադրբեջանի հետ, մենք ունենք պրոբլեմ մեր ներքին պատասխանատուների հետ, որոնք առաջի հերթին ստում են հանրությանը, երկրորդը նրանք չեն կատարում իրենց գործառույթները եւ ստանալով մեկ գործառույթի համար աշխատավարձ զբաղված են ինչ որ անձնական կայֆերով։ Եթե Պապիկյանը այդքան սպորտասեր է, եկեք նրան նշանակենք սպորտի նախարար եւ դրանով թեման փակենք։ Երեք ինք ասում էր, որ լրահոսից է ծանոթացել։ Դուք հասկանում եք, չէ՞ որ դա անհետեթությունն է, որ պաշտպանության նախարարը տեղեկանում է իր սահմանների մասին իրավիճակից մամուլի միջոցով կամ առավել եւս սոցցանցերի միջոցով։ Կամ ինչով էր զբաղված այն նախքին ՄԻՊ-ը։ Դա էլ է իր տիրույթի տակ, որտեղ հետախուզական տվյալները նաև գալիս են իր ենթակայության տակ գտնվող կառույց։ Իդեպ այդ կառույցի զեկույցում շատ ցածր էր գնահատվել պատերազմի, այսպես ասած, վերսկսման ռիսկը։ Ու հաշվի առնելով հաշվողները ով են, բնական է զարմանալի է, որ առհասարակ նման հարց նրանց մտքով անցել է եւ նրանք գոնե ինչ-որ չափումներ են անցկացրել։ Այս փուլում արդյոք հավանական է համարում ռազմական գործողությունների ավելի կոնկրետ Ադրբեջանի հավանական ագրեսիան Հայաստանի նկատմամբ։ Այդ վտանգը կա միշտ։ Այդ վտանգը չի թաքցվում։ Պետք չի լինել ինչ-որ խորը անալիտիկ վերլուծաբան, հա, որ այդ ամեն ինչը հաշվառես, որտեղ մարդիկ պարզ ճակատով, բաց խոսքով ասում են, կամ դուք կատարում եք մեր պահանջները, կամ մենք սկսում ենք պատերազմ։ Շատերը հենց դա, շատերը նշում են, որ Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ իրականացնում է Ադրբեջանի պահանջները եւ նշողներից մեկն էլ ես եմ։ Իմաստ չկա ռազմական գործողության։ Արդյոք տրամաբանական է, եթե Փաշինյանը դա անում է, ինչ որ ասում են, որն է տրամաբանությունը ռազմական գործողության Ադրբեջանի կողմից։ Որտեվ գոյություն ունի ինչ որ մի պահ, X պահ, երբ որ այդ Հայաստանը կսննկանա այնքան, որ նա չի կարողանա դիմադրի որևիցե ազդեցությանը եւ արդեն ռազմական գործողությունների կարիքը էլ չի լինի։ Հիմա քանի Փաշինյանը կատարում է, նա հետաձգում է պատերազմի վերսկսումը, սակայն նա սննկացնում է մեր ռեսուրսները, մեր դիմադրողականություն եւ ինչ-որ մի պահից մենք չենք կարողանալու դիմադրել եւ հետեւաբար պատերազմի կարիք էլ չի լինի։ Նրանք ոտով sense կստալով կգան մեր տարածք, կասեն սա մերն է եւ վերջ, դու ոչինչ չես կարողանա անել։ Ինչպես օրինակ 21 թվականի մայիսին։ Նիկոլ Փաշինյանը երեք ազգային ժողովում հերթական հիստերիկ նոպան ունեցավ, հոխորտալով, սպառնալով ոտնատակ տալ իր քաղաքական ընդդիմախոսներին եւ իր թիրախը այս անգամ նախկին 3 նախագահներն էին եւ նա նշեց նաեւ, որ մենք չպետք է շարունակենք Արցախյան շարժումը, հա։ Ձեզ ինչու էր նա երեք այդպիսի իրավիճակում եւ ինչ խնդիր է փորձում հիմանալ լուծել։ Նախ նրա նոպան, սկսենք նոպայից։ Կախված է մի քանի կարևոր բաղադրիչներից։ Առաջինը դա Բաքվի ճնշումներն են, որ արագացրա մեր առաջարկը հավերժ չի։ Երկրորդը Գյումրիում անդիմության հետևորդների աճն է, այսինքն Սարիկ Մինասյանը շանս չունի օրինականապես դառնալ քաղաքապետ։ Եվ երրորդը
այս վերջի ժամանակաշրջանում ԱԺ-ում լարվածությունները, կոնֆլիկտները եւ որը ուղղված է ոչ միայն նրա քաղաքական ուժին, այլ նաեւ հենց անձնապես նրան։ Եվ հետեւաբար նա գտնվում է լուրջ մի քանի բևեռների կողմից ճնշման տակ։ Եվ բնական է, որ դա պետք է, քանի որ նա անուղեղ էակ է, նա չի կարողանում կառավարել իրեն եւ տիրապետել իր պորտկումներին, հետեւաբար մենք ունենք այն պատկերը, որը մենք ունենք։ Նա խնդիր չի լուծում, նա ընդհանրապես ուզում է, որ թողեք ինձ հանգիստ, անեմ այն ինչ որ ես անում եմ, կատարեմ այն միսիան, որը ես եկել եմ կատարելու, հա, Հայաստանը ոչնչացնելու։ Ու թևիստակ մի խոսացեք, ես լավ գիտեմ, ոնց ձեզ ոչնչացնեմ։ Ներվերը մի սղոցեք։ Այո, ներվերը մի սղոցեք։ Սա է ընդհանուր, այսինքն նա ուզում է եւ իր դեստրուկտիվ գործունեությունը շարունակել մի կողմից, մյուս կողմից նա ուզում է, որ դրան ոչ ոք դեմ չլինի, կոմֆորտ զոնա լինի։ Պահպանելով իրենց կոմֆորտ զոնան, որ ինչ ուզում ես արա, ինչ անում ես լավ ես անում, ճիշտ ես անում եւ նրան դուր չի գալիս, երբ տեսնում է, որ դեմ դուրս եկողների քանակությունը գնալով շատանում է։ Եվ դա կարող է բերել հենց անձնապես նրա համար շատ ծանր հետևանքների։ Ինչ է նշանակում մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Մենք ով, Նիկոլ Փաշինյանը, թե մենք հայերս, մենք ընդդիմադիրներս, ով։ Ինքը ասում էր մենք, ով է մտնում Նրանք այդ մենքի մեջ։ Նրանք վաղուց են դադարեցրել Արցախյան շարժումը եւ առհասարակ այդ թեման փակել են իրենց համար եւ չգիտեմ ումա այդ մենք ասելով ում եթե նա ինձ նկատի ունի եւ իմ նմաններին ապա Նիկոլ Փաշինյանը այն մարդը չէ որ ինձ պետք է թելադրի ես ինչ անեմ կամ ինչ չանեմ ես ունեմ իմ սկզբունքները ես ունեմ իմ պատկերացումները ես ունեմ իմ փիլիսոփայությունը եւ ապագայի մասին պատկերացումները եւ այդ ամենի մեջ կա Արցախ եւ չկա Նիկոլ Փաշինյան։ Եվ ինձ նմանները շատանում են, այդ թիվը աճում է եւ բերում են Նիկոլին այ նման ներվային այդ ցնցումների մեջ։ Նախկին նախագահների գրասենյակներ շարունակաբար այս վերջին շրջանում, հա, երբ որ հնչեց Փաշինյանի կողմից այդ բանավեճի հրավերը, հայտարարում են թող Փաշինյանը հրապարակի բանակցային փաթեթը կամ առավել կոնկրետ թե ինչ է առաջարկվել օրինակ 2019 թվականին, հա, ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Փաշինյանը այդ թեման հետևական կերպով շրջանցում է եւ ըստ ինչու է նա խուսափում դրանից։ Ես ունեմ երկու վարկած կամ ոչ մի փաստաթուղթ չի եղել եւ այն ամենը ինչ ասվել է բանավոր, այսինքն նա բանավոր խոսքի հիման վրա է գործում։ Երկրորդը Մինսկի խմբի առաջարկները կտրուկ հակասել են Բաքվի շահերին, իսկ քանի որ Նիկոլ Փաշինյանը Բաքվի եւ Անկարայի դերածո է կամ ծառայող է նրանց շահերի, հետեւաբար նա պետք է ցույց տա, որ նա գործել է Մինսկի խմբի առաջարկներին հակադեմ, հա, եւ հետեւաբար Մինսկի խումբը պետք է լուծարվի, որովհետեւ Մինսկի խմբի օգնությունը այս հարցում այլևս պետք չէ։ Դուք նշեցիք Գյումրիի մասին, այսօր մենք առավոտյան արդեն ֆիքսեցինք, որ վարչախումբը ռեպրեսիվ իր ողջ գործիքակազմը ներդրել է գործի մեջ ընդդեմ ընդդիմադիր ուժերի։ Ինչու է ձեզ Փաշինյանը այս օրով ընտրությունից 2-3 օր առաջ դիմել ուժայինների օգնությանը։ Սա դեռ ողջ ռեսուրսակազմը չի, սա ընդհանրապես սկզբնական փուլն է։ Այստեղ մի շատ ուրիշ հետաքրքիր բան կա։ Մի քանի օր առաջ Civic.am-ը, որը Ալեն Սիմոնյանի կառավարման տակ է,
հրապարակում է սոցիոլոգիական հարցումների արդյունքները, ըստ որի Սարիկ Անդրեասյանը ունի 47.4 թե 8% ձայն, այսինքն մարդը միանշանակ հաղթող է, մնացած ընդդիմադիրները գնալու 21%-ից եւ մինչեւ 0.5%, նա միանշանակ հաղթող է եւ հետեւաբար նրանք կարող էին կառուցել իրենց քարոզարշավը ելնելով այդ վստահելի, ճակերտավոր վստահելի թվերի վրա, որովհետև հեռանկարները առավել քան հուսալի են։ Նո թողենք մի կողմ, ելնելով այդ սոցհարցման տվյալից։ Հա, իրականությունը կարծես այլ է։ Բնական է, եւ պետք չէր լինել սոցիոլոգ եւ կասկածի տակ դնել Civic.am-ի կողմից անցկացված, չգիտեմ, լավագույն դեպքում հեռախոսային հարցումը եւ այդ հարցումը անցկացնողների եւ առավել եւս տվյալների վերլուծողների որակը թողենք մի կողմ, սակայն այսօրվա եւ երեկվա իրադարձությունները հուշում են, որ այդ տվյալները իրականությանը չեն համապատասխանում, որովհետեւ հաղթող մարդը, վստահ մարդը նման գործելավոճ չի ցուցաբերում։ Ես հաղթելու եմ, ես գիտեմ, որ ես հաղթելու եմ, սա է իմ սոցիոլոգիական հարցումների տվյալները, իմ խնդիրն է, ես պահպանեմ իմ թվերը, իսկ գրագետ սոցիոլոգի գործառույթներից մեկը այն է, որ ինչ անես, որ եթե անգամ չավելացնես թվերը, այլ գոնե պահպանես այն, ինչ ունես, այն ռեյտինգը, որը դու ունես, հա։ Հետևաբար, երբ որ նրանք սկսում են sense մսաղացի տակով անցկացնել բոլոր ընդդիմադիր առաջատար դեմքերին, հետևաբար նշանակում է, որ ձեր սոցիոլոգիական հարցումների տվյալները կեղծ են, դուք հաղթող չեք, ձեզ Սարիկին իրանք կարող են հաղթացնել, հա, այսինքն ռեպրեսիաներով, զորք բերելով, ընդդիմադիրներին բանտարկելով, ինչ որ տեղի է ունեցել Վանաձորում, ինչ տեղի է ունեցել մի շարք Ալավերդիում, մի շարք բնակավայրերում, այսինքն դա ադմինիստրատիվ ռեսուրսի հնարավորությունների մեջ է, բայց դրանից Սարիկ Անդրեասյանը չդարձավ Գյումրիի ընտրյալ քաղաքապետ, նա դարձավ Գյումրիի ՔՊ-ի կողմից նշանակված քաղաքագլուխ։ Տիկին Ադիբեկյան, երբ որ ես օրինակ դիտարկում եմ այս ռեպրեսիաները, ընդդիմադիր գործիչների նկատմամբ ակամայից նաև համատական եմ անցկացնում Նիկոլ Փաշինյանի եւ Ալիևի միջև քաղաքական օպոնենտներին ճնշելու համատեքստում, հա, որովհետեւ նույն Ադրբեջանում ես ադրբեջանական տիրույթ ուսումնասիրում եմ, շատ եմ տեսնում հատկապես ընտրությունների շրջափուլում ձերբակալություններ համատարած։ Արդյոք կարող ենք մենք համատական անցկացնել այս համատեքստում։ Ես դեռ 19 թվականին եմ ասել եւ շատ ցավում եմ, որ իմ կանխատեսումների իրականացան, որ Փաշինյանը որդեգրել է Ալիևի գործելավոճը Հայաստանում, այսինքն ռեպրեսիաների այդ սրացման ուղին է բռնել եւ կարող ենք արձանագրել, որ նա ոչ միայն լավ ուսանող է, այլ նաեւ ճիշտ կարողացել է այդ Ալիևի օրինակը կիրառել Հայաստանում, այսինքն Հայաստանը գնում է ադրբեջանացման ճանապարհով։ Իդեպ այս համատեքստում մեկ հավելում անեմ, վերջերս ֆուտբոլային մրցաշար էր կազմակերպվել Փաշինյանի հոր Վովա Փաշինյանի պատվին, չէ՞։ Մենք նաև ֆիքսում ենք այս համատեքստում, որ Ադրբեջանում էլ նույն օրինակ Ալիևը իր հոր պատվին բազմաթիվ միջոցառումներ կամ, չգիտեմ, կիսանդրիներ է բացում եւ այս համատեքստում նույնպես նմանակում է գնում կարծես։ Մինչև մենք սկսենք արտադրել Վովա
Փաշինյանի կիսանդրիների կամ դպրոցների փողոցների անվանում ես մինչև այդ կմեռնեմ, որովհետև ես չեմ ուզում դա տեսնեմ։ Կամ մինչև այդ արդեն հեռացրած կլինի։ Եկեք հասկանանք, հա, անգամ եթե նման բան տեղի ունենա, Հեյդար Ալիևը ով է, Վովա Փաշինյանը ով է։ Հեյդար Ալիևը ազգախմբերից բաղկացած ինչ որ sense պարակտված իրար չհասկացող հանրությունից սարքեց միատարր ազգ եւ պետություն։ Այնինչ մենք հիմա տեսնում ենք, այնինչ մենք հիմա ապրում ենք, դա Հեյդար Ալիևի կտակն է եղել։ Եվ որդին իրականացնում է իր հոր իղձերը։ Վովա Փաշինյանը ով էր։ Ինչ է արել Հայաստանի համար, բացի նրանից, որ մի օր ապահովիչ չի հագել ու մեզ Փաշինյանը պարգևել։ Հայաստանի այս տեսակ ադրբեջանացման շրջափուլում, հա, ձեզ որն է լինելու հաջորդ կետը, որ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ Հայաստանը եւս մեկ քայլ կկատարի ավելի Ադրբեջան դառնալուն։ Մենք ստանալու ենք Հայաստանի վիլայət, Թուրքիայի լավագույն դեպքում Թուրքիայի վատագույն դեպքում Ադրբեջանի կազմում եւ Փաշինյանը դառնալու է ցմահ մարզպետ։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը։ Բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։